Արծվաբերդ գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում նախկին Շամշադինի շրջանում։ Արծվաբերդ գյուղի մոտ են գտնվում նաև Այգեձոր, Չինարի, Չորաթան և Նորաշեն գյուղական համայնքները։ Գյուղը նախկինում կոչվել է Ղարաբաղայա, այնուհետև Ղրղի անվանումներով։ Արծվաբերդ է կոչվել 1978 թվականի հունվարից։ Գյուղը Բերդ քաղաքից գտնվում է 8 կիլոմետր հեռավորության վրա դեպի հարավ-արևելք մեկ հիմքի վրա բարձրացող 4 բլրակների միացված տարածքում։ Գյուղը հիմնվել է Լեռնային Ղարաբաղի Ղարաղալու գյուղից եկած տեղահանվածների կողմից։ Գյուղացիները ապրելիս են եղել ներքին շեն կոչվող հանդամասում։ Այնտեղ ապրող մարդկանց տղա երեխաները չեն ծնվել կամ ծնվել են խնդիրներով։ Մի օր հովիվը բարձրանում է գյուղ կորած անասուններին փնտրելու նպատակով և ճանապարհին տեսնում է մի աղբյուր։ Այդ աղբյուրի մոտակայքում լավ պայմաններ էին ապրելու համար։ Հովիվը վերցնում է իր ընտանիքը և բարձրանում այնտեղ, տուն են շինում և սկսում ապրել։ Ունենում են առողջ տղա երեխա։ Ներքին շեն կոչվող հանդամասում ապրող ժողովուրդը լսելով այդ լուրը բարձրանում են գյուղ տեսնելու տղա երեխային և ճանապարհին մարդիկ հարցնում են բարձրացող մարդկանց, թե ուր եք գնում, և նրանք պատասխանում են, որ գնում են տղատես։ Մարդիկ տեսնելով, որ այդտեղ իսկապես տղա երեխաներ են ծնվում և բնակության համար կան լավ պայմաններ, բարձրանում են և բնակվում գյուղում և գյուղը անվանում տղատես։ Գյուղի տարածքը հարուստ է հնություններով։ Սուրբ Զորավոր եկեղեցի, խաչքարեր, բերդի ավերակներ, կիկլոպյան հնությունների ավերակներ։ Արծվաբերդում կա 2 դպրոց, մանկապարտեզ, գրադարան, մշակույթի տուն, առևտրի և սպասարկման այլ օբյեկտներ։ Բնակչությունը զբաղվում է հողագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Հեռավորությունը Երևանից 219 կիլոմետր է, մարզկենտրոնից 86 կիլոմետր, Հայաստանի պետական սահմանից 8 կիլոմետր։ Բարձրությունը ծովի մակերևույթից 1290 մետր է։ Գտնվում է բարեխառն գոտում։ Ամռանը միջին ջերմաստիճանը +29 աստիճան Ցելսիուս է, ձմռանը -3 աստիճան Ցելսիուս։ Բնակչության թիվը մոտ 3228 մարդ, 944 ընտանիք։ Գյուղում գործում են մի քանի հյուրանոցային օբյեկտներ։ Գլխավոր ճանապարհները ասֆալտապատված են։ Գյուղի շրջակայքում, ինչպես նշեցի, կան զանազան հնություններ։ 3 կիլոմետր արևմուտք Ձորալանջին կա հայկական կանգուն մի փոքրիկ եկեղեցի Սուրբ Զորավոր անունով։ Արծվաբերդի բուն տարածքում գերեզմաններ, խաչքարեր, բնակավայրի մնացորդներ, հյուսիս-արևմուտքում 3 կիլոմետր հեռավորությամբ Մասմալու կոչված վայրում հին բերդի ավերակներ, արևմուտքում Սեպրի Կալա կոչված վայրում կիկլոպյան բերդի ավերակներ։ Խոլագրի ջրամբար կամ պարզապես Ծիլի ծով գտնվում է Արծվաբերդ Խոլագիր ճանապարհի ձախակողմյան հատվածում Խնձորուտ գետի վրա։ Ծիլի ծովի ջրերն օգտագործվում են Արծվաբերդի, Այգեձորի, Նորաշենի, Վերին Կարմիր աղբյուրի, Չորաթանի հողատարածքները ոռոգելու նպատակով։ Ջրի ծավալը 4 միլիոն խորանարդ մետր է։